Երբ Կրեմլը խոսում է հզոր առաջխաղացումից և պատմական հաղթանակից, եկեք նայենք փաստերին։ 2022 թվականի վերջից մինչև 2025 թվականի այսօրը 3 տարի շարունակվող պատերազմի ընթացքում Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի ընդամենը 1%-ին, մոտ 1%-ին։ Սա հաղթանակ չէ, սա մաշեցնող մսաղաց է։ Եվ հիմա գինը։ Այս տարվա ընթացքում ռուսական բանակը տվել է իր ամենածանր կորուստները՝ շուրջ 400,000 մարդ։ Սա պարզապես պատերազմ չէ, սա մարդու կյանքը մսաղացի հումք վերածելու պետական մեքենա է։ Սա այն համակարգն է, որը սեփական ժողովրդին տեսնում է ոչ թե որպես քաղաքացի, այլ որպես վերականգնվող պաշար։ Ահա Կրեմլի դեմքը։ Մի քանի կիլոմետրի համար 100,000-ավոր ճակատագրեր, հազարավոր ընտանիքներ, սերունդների կոտրված կյանքեր։ Երբ պետությունը չի խնայում իր զինվորին, վաղը չի խնայի ոչ ոքի, եւ հենց սա է ամենամեծ սպառնալիքը ոչ միայն Ուկրաինայի, այլ բոլոր այն երկրների համար, այդ թվում Հայաստանի, ովքեր ուզում են ապրել ազատ, արժանապատիվ եւ անվտանգ։